Բարի օր, եթերում մարդիկ հաղորդաշարն է, այսօր կփորձենք բացահայտել նորավանքի գաղտնիքները եւ տաղավարում հյուրընկալել ենք պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մաթևոսյան, դուք ձեր գիտական գործունեությունը սկսել եք ոչ թե նորավանքից, այլ առուճի հուշարձանները ուսումնասիրելուց։ Ինչով գրավեց այն, ինչ ուսումնասիրություններ կատարեցիք, ուսումնասիրությունների ինչ արդյունք տվեցին եւ երբ նորավանքը գրավեց ձեր ուշադրությունը։ Նորավանքը կարծում եմ բոլորի ուշադրությունը գրավում վայր է։ Հետաքրքիր հարց է ամեն դեպքում, որովհետև ես իսկապես զբաղվել եմ ոչ միայն առուճով, այլև անի պատմությամբ եմ զբաղվում, հիմնականում այդպես կարելի է ասել, որ աշխատություններից մեծ մասը նվիրված են անի քաղաքին եւ նրա մշակութային ժառանգությանը, բայց այնպես ստացվեց, որ 1980-ական թվականներից իմ կենսագրությունը ինչ-որ չափով կապվեց նորավանքի եւ մոմիկի հետ, որովհետև այդ ժամանակ ավելի կոնկրետ 91 թվականին ստեղծվեց մի հասարակական կազմակերպություն, որը կոչվում էր Հայ քրիստոնեական մշակույթի մոմիկ երիտասարդական միություն։ Եվ ես էլ այն ժամանակ այդ միության հիմնադիր Աբրահամ Վարդապետի հետ միասին երիտասարդներ էինք եւ այդ մոմիկ արվեստագետների միությունը ուրեմն առիթ դարձավ, որ ես նաև խորանամ հենց բուն հեղինակի մոմիկի, այսինքն ստեղծագործության մեջ եւ նաև մենք համատեղ կազմակերպեցինք նորավանքի վերաօծման այդ հանդիսությունների մի մասը, գիտեք, որ նորավանքի Բուրդելաշեն եկեղեցին վերաօծվել է 1999 թվականին եւ երջանկահիշատակ Գարեգին առաջին կաթողիկոսի ուրեմն վերջին ելքն էր, նա արդեն առողջությունը վատ էր, եկավ նորավանք, այդ օծմանը մասնակցեց։ Մի խոսքով, այսինքն իմ կապը Վայոց ձորի հետ տեղի ունեցել այդ ճանապարհով եւ դրանից հետո բնականաբար արդեն որպես հայագետ ուսումնասիրող արվեստի պատմությամբ զբաղվող մարդ ավելի խորացված անդրադարձա եւ մոմիկին եւ նորավանքի ուրեմն պատմական մշակութային ժառանգությանը եւ Վայոց ձորը մի տեսակ կարելի ասել գերեց ինձ, որովհետեւ շատ հարուստ է եւ ամենատարբեր շրջանների հուշարձաններով եւ շատ իսկապես բացառիկ են եւ ունիկալ են շատ առումներով։ Ամենավերջի գիրքն էլ իմ որ լույս է տեսել կոչվում է Գլաձորի համալսարանի պատմությունից, որը նույնպես ուրեմն նվիրված է ամբողջովին եւ Գլաձորի համալսարանին, որը Վայոց ձորում էր, եւ այնտեղ գտնվող նաեւ նորավանքին, վերին նորավանքին եւ Հերմոնի վանքին, որոնք սերտորեն կապված էին Գլաձորի համալսարանի հետ։ Կա 3 նորավանք։ Այո, Սյունիքում կար 3 նորավանք, դրանցից մեկը Բղենո նորավանքն է, որը ուրեմն ծղուկ գավառում է, ավելի Սյունյաց Տաթևի վանքի կողմերում, որը էլի հետաքրքիր նշանավոր վանք է, որովհետև մեր թվակիր նկարազարդ Էջմիածնի ավետարանը, որը 989 թվականին է ստեղծվել եւ որի մեջ պահպանվել են 6-րդ դարի հնության մանրանկարչական թերթեր, այդ ձեռագիրը ստեղծվել է հենց Բղենո նորավանքում։ Այդ նորավանքների մասին հիշատակում է հենց Ստեփանոս Օրբելյանը։ Գիտեք, որ Ստեփանոս Օրբելյանը եղել է Սյունիքի մետրոպոլիտը, այսինքն եպիսկոպոսների գլուխը կարելի է այսպես ասել, եւ պատմիչ էր նաեւ, նա գրել է Սյունյաց տան պատմությունը, որտեղ Վայոց ձորի համար էլ հիշում է 2 նորավանք, ասում եմ մի նորավանքը, որ հետո դարձավ եպիսկոպոսանիստ, դա այսօրվա մեր բոլորիս իմացած նորավանքն է։ Եվ ասում եմ մյուս նորավանքը։ Այդ մյուս նորավանքը հետագայում տարբեր ձեռագրերի հիշատականներում հիմնականում կոչվում է վերին նորավանք, ինչու որովհետև այդ եպիսկոպոսանիստ նորավանքից ավելի բարձրադիր վայրում էր գտնվում։ Ուրեմն 3 նորավանք կա, մեկը Բղենո նորավանքը, ծղուկ գավառում, մյուսը ուրեմն այսօրվա բոլորին հայտնի եպիսկոպոսանիստ եղած նորավանքը եւ վերին նորավանքը, որի տեղը անհայտ էր համարվում, սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները թույլ տվեցին դա տեղորոշել, պարզվեց, որ Շատիկ վանք այսօր բոլորին հայտնի այդ վանքն է, որ միջնադարում վերին նորավանք է կոչվել նաեւ եւ այնտեղ եղել է նաեւ բարձր տիպի դպրոց, որը ղեկավարել է Դավիթ Վարդապետը եւ վերջին տարիների պեղումներից բացվեցին արձանագրություններ, որտեղ բազմիցս հիշվում է այդ Դավիթ Վարդապետը, որպես վանահայր եւ կարելի է վստահորեն ասել, որ այդ մյուս նորավանքը հենց վերին նորավանք Շատիկ վանքն է։
Ցավոք սրտի Ստեփանոս Օրբելյանը, որ ասում է մյուս նորավանք չի կոնկրետացնում, բայց ինքը նշում է, որ 10-րդ դարում կառուցվեց այդ վանքը։ Իդեպ նորավանք բառի համար էլ ձեզ ասեմ, ի՞նչ է նշանակում նորավանք։ Նոր վանք, չէ՞։ Ինչու պիտի ասեն նոր վանք, ամեն մի կառուցվող նոր վանք էլ նոր վանք է, չէ՞։ Բայց քանի որ Սյունիքը ընդհանրապես մեր քրիստոնեական հնագույն ուրեմն այդպես կենտրոններից մեկն է, օրինակ հնագույն եպիսկոպոսանիստը եղել է Շաղաթը։ Շաղաթը հիմա այնտեղ նոր շրջանում կառուցված եկեղեցի կա, բայց մինչև Տաթևի եպիսկոպոսանիստ դառնալը եղել է Շաղաթը եւ ընդհանրապես Սյունիքում եղել են հին վանքեր եւ դրա համար 10-րդ դարում երբ որ կառուցվել են նոր վանքեր, մի տեսակ ասել են նոր վանք եւ նորավանք, այդպես են ասել, այսինքն 10-րդ դարում հիմնված այդ վանքերին են ասել նորավանք, որպես այդ շրջանի ոնց որ մի բան է եղել Սյունիքում Սյունյաց իշխանների հովանավորությամբ նոր վանքեր են կառուցվել եւ ասել են սա այս նոր վանքն են, այլ մյուս նոր վանքն է, այսինքն այդպես է առաջացել անունը։ Եվ իհարկե, բայց եպիսկոպոսանիստ նորավանքը ավելի ուշ շրջանում, արդեն այդպես 18-րդ դարում կոչվել է նաև Կարմիր վանք, որը ովքեր որ նորավանք գնացել են, գիտեն, որ շրջապատի լեռները ամբողջովին կարմիր գույնի քարից են եւ դրա համար ժողովուրդը ասել է Կարմիր վանք։ Բայց իհարկե իր հիմնական անունը նորավանքն է եւ դա հնագույն մի մատուռ է եղել սկզբնապես, հետո արդեն Սյունիքի մետրոպոլիտները եւ իշխանները ծաղկեցրել են այդ կենտրոնը, որովհետեւ ինչու այդպես ծաղկել է նորավանքը, որովհետեւ եղել է Օրբելյան իշխանական տան դամբարանավայրը։ Այսինքն Սմբատ Օրբելյան, Տարսայիչ, մյուսները եւ իրենց այդպես ազատական տոհմի ներկայացուցիչները հուղարկավորվել են այնտեղ եւ դրա համար ուրեմն քանի որ իրենց տոհմական դամբարանը այնտեղ էր, անգամ Սուրբ Գրիգոր եկեղեցին ամբողջովին ինքը տապանատուն է, նաեւ մետրոպոլիտներն են այնտեղ հուղարկավորվում եւ դրա համար իշխանների այդպես ուշադրության կենտրոնում էր եւ այսինքն ինչ իմաստով նվիրատվություններ են տալիս, եկեղեցիներ էին կառուցում, խաչքարեր էին պատվիրում եւ այլն։ Իսկ Մոմիկը ինչպես դարձավ նորավանքի ճարտարապետ։ Այ շատ հետաքրքիր հարց է։ Օրինակի համար եթե նայենք գրականության մեջ ավելի հին շրջանում, ուղղակի ասում Մոմիկը ուրեմն նորավանքի ճարտարապետ, այսինքն այս եկեղեցին կառուցեց, Արենիի եկեղեցին կառուցեց, նորավանքի Բուրդելաշան, բայց ինչպես նա հայտնվեց այդտեղ, այդ հարցի պատասխանը մենք գտնում ենք երկու աղբյուրում։ Առաջինը դա մի ձեռագիր է, որը գրվել է Գլաձորի համալսարանում, հիմա պահվում է այդ ձեռագիրը Վիեննայում, եւ այդ ձեռագիրը ստեղծվել է 1282-83 թվականներին, որի մեջ մի խորան կա, այդ խորանի մեջ որը նկարել է Մոմիկը եւ գրում է, որ նկարիչ խորանից Մոմիկ հիշեցեք աղաչեմ։ Այդքան բան է գրել, այսինքն մենք իմանում ենք, որ այդ ժամանակ Մոմիկը Գլաձորի համալսարանի ուսանող էր։ Եվ Ստեփանոս Օրբելյանը, որ Սյունիքի մետրոպոլիտն էր, ինչպես ասեցի, ինքը իր պատմության մեջ գրում է, որ ինքը կրթություն է ստացել աստվածային ուրեմն կրթարանում եւ վարդապետական աստիճան է ստացել Ներսես Մշեցուց։ Ուրեմն Ներսես Մշեցին դա այն մարդն էր, որ Մշո առաքելոց վանքից եկավ Վայոց ձոր եւ հիմնեց Գլաձորի համալսարանը։ Եվ դա տեղի ունեցել 1282 թվականին, իսկ Ներսես Մշեցին մահացել է 84 թվականին, այսինքն 2 տարի է ընդամենը ապրել Վայոց ձորում։ Ուրեմն Ստեփանոս Օրբելյանը ասում է, որ ինքը գավազան է ստացել, այսինքն վարդապետական կոչում ստացել է, աստիճան ստացել է Ներսես Մշեցուց, այսինքն սովորել է Գլաձորի համալսարանում այդ 2 տարվա ընթացքում եւ այն ձեռագրի հիշատակարանը ցույց է տալիս, որ այդ նույն ժամանակ Մոմիկը Գլաձորում ձեռագիր է նկարած արդել, այսինքն ինքը նույնպես սովորել է այդ ժամանակ Գլաձորում։ Եվ արդեն հիմա գիտեք, միջնադարյան պատմությունը այնպես չի, որ ամեն ինչ պիտի տող գրված լինի, մենք որ կարդանք, ասենք, այսպես է։ Այս երկու փաստի համադրումը մեզ ցույց է տալիս, որ եթե այս երկու մարդը նույն ժամանակ սովորել են, ուսանել են Գլաձորի համալսարանում, բնականաբար նրանք այնտեղ էլ ծանոթացել են, եւ քանի որ Ստեփանոս Օրբելյանը հետո դարձավ եկեղեցական առաջնորդ, ինքը նաեւ Տարսայիչ իշխանի որդին էր, այսինքն իշխանական ծագում ուներ եւ մեծ լիազորություններ ունեցող անձ էր, ճանաչելով Մոմիկին որպես շնորհալի
գրիչ, մանրանկարիչ, օժտված մարդ իր հետ բնականաբար ուրեմն բերել է նորավանք, քանի որ եպիսկոպոսի նստավայրը, մետրոպոլիտի նստավայրը նորավանքն էր, եւ այդ ձևով փաստորեն Մոմիկը Գլազուրի համալսարանը ավարտելուց հետո եկել է եւ դարձել է օրբելյան մետրոպոլիտների եւ իշխանների ուրեմն ճարտարապետն ու քանդակագործը, այսինքն նրա ընդունակությունները բացահայտվել են, այսինքն նա հանդես է եկել նաեւ որպես ճարտարապետ, մի քանի ստույգ վկայություններ կան եւ մի քանի ենթադրություններ կան, որ ինքն է կառուցել, օրինակ Տաթևում Սուրբ Գրիգոր փոքր եկեղեցին ամենայն հավանականությամբ ինքն է ճարտարապետը եւ անգամ ինչ որ մի նշան է թողել ինքը այդ փոքր եկեղեցին, ուրեմն խաչաձև պատուհաններ ունի, երկու խաչաձև պատուհան ունի, խաչի ձևով պատուհաններ են։ Եվ նույն բանը ինքը կրկնել է Արենի եկեղեցում, Արենի եկեղեցին կառուցվել է 1321 թվականին եւ նրա վրա արձանագրություն կա, որ ասում է, որ հիշեք Մոմիկ վարդպետին, վարդպետ նշանակում է ճարտարապետ։ Այսինքն ինքը եւ թվականն է նշում եւ նշում է, որ ինքն է ճարտարապետը Արենիում, բայց այդ պատուհանների ձևը ինքը նույնությամբ ուրեմն կրկնել է Տաթևում, այսինքն սկզբում Տաթևում է արել, հետո այստեղ։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ միջնադարում ամեն տեղ չէ, որ ճարտարապետը իրավունք ուներ իր անունը թողնելու։ Այդպես օրինակի համար, եթե Տրթատ ճարտարապետի մասին Ստեփանոս Տարոնոցի ասողիկը չգրեր, մենք չենք իմանա, որ Անի Մարտաճարի ճարտարապետը Տրթատն է, որովհետև այդ եկեղեցու պատի վրա այդպիսի բան չկա գրված։ Կամ եթե Մանվելի մասին Թովմա Արծրունին Աղթամարի նշանավոր ճարտարապետ Մանվելի մասին Թովմա Արծրունին եւ Անանուն Արծրունի պատմիչները չնշեին, Մանվելի անունը չգրեին, մենք չենք իմանա, որովհետեւ Աղթամարի տաճարի վրա ոչ միտեղ Մանվելի անունը չկա։ Ուզում եմ ասել, որ այս Մոմիկի դեպքում էլ այնպես չի, որ պիտի ամեն տեղ ինքը իր անունը գրեր, դա այդպես 1000-ից մեկ կարող է այդպիսի հնարավորություն լիներ, եւ մի մասն էլ արդեն ուսումնասիրողները ելնելով ճարտարապետական ձևից, ոճից, առանձին կոնստրուկտիվ լուծումներից վերագրում են այս կամ այն ճարտարապետին որևէ կառույց։ Մոմիկի ընդունակությունները բացահայտելուց խոսեցիք, կա այսպիսի պատում, որ Ստեփանոս Օրբելյանը կանչում է մոտ 40 կարծեմ ճարտարապետի, քանդակագործի, սկսում են խաչքար քանդակել, որքանով ես գիտեմ, եւ ամենաարագը Մոմիկն է աշխատում եւ նրան են վերցնում որպես ճարտարապետ։ Հավաստի է։ Չէ, դե իհարկե դա ժողովրդական ավանդություն է, ժողովրդական երևակայությունը միշտ աշխատում է ուրեմն պես տպավորիչ ինչ-որ պատմություններ ստեղծել, նույնպես Մոմիկի մասին բան կա, չէ, որ իշխանի դստերը սիրահարվեց, իշխանը ասեց պիտի մի հատ եկեղեցի կառուցես, որ շատ սիրուն լինի, որ վերջացնես արդեն նոր աղջկաս կտամ քեզ, ինչ վերջացրեց, հետո ծառաներին ուղարկեց, ասեց հրեք գցեք, տենց էլ ուրեմն որպեսզի խոստումը չկատարի եւ այդպես Մոմիկին ուրեմն իբրտե վերևից գցեցին, ինքը մահացավ եւ չար իշխանը իր աղջկան չտվեց Մոմիկին։ Այդպիսի ժողովրդական ավանդազրույցներ եւ նմանատիպ բաներ իհարկե շատ տարբեր տեղերի հետ կապված են, որը իհարկե կարող է մի բանի մասին միայն վկայել, որ այդ մարդը, եթե մեկի մասին է, ժողովրդականություն է վայելել եւ սիրված է եղել եւ դրա համար ժողովրդի հիշողության մեջ մնացել է այդպես։ Իհարկե ինքը իսկապես բազմաշնորհ մարդ է, որովհետեւ նախ բացառիկ քանդակագործ է նաև։ Ես միշտ ասում եմ, որ մենք Մոմիկը մեր մոտ կարծես ինչպես իտալական վերածննդի վարպետներն են, չէ՞, ասենք եւ նկարիչ են, եւ քանդակագործ են, եւ ճարտարապետ են։ Մոմիկն էլ մեր այդպիսի վարպետն է, իհարկե ոչ այն մեծ մասշտաբների, բայց այն ինչ որ ինքը արել է, իհարկե շատ նշանակալից է։ Օրինակի համար հենց Արենի տաճարում գմբեթատակ հատվածի առագաստների վրա ինքը պատկերել է 4 ավետարանիչների խորհրդանիշները, Մատթեոսին մարդ հրեշտակ, Մարկոսը ուրեմն առյուծը եւ Ղուկասը եզ կամ ցուլի պատկերով եւ Հովանեսը արծվի պատկերով։ Ուրեմն 4 առագաստների վրա այդ քանդակներն են հրաշալի, հատկապես մարդ հրեշտակը փառահեղմի գործ է եւ 1321 թվական, այսինքն 14-րդ դարի սկիզբ։ Ընդհանրապես պետք է ասել, որ 14-րդ դարի առաջին այդ կեսը
Վայոց ձորի համար այսպես մշակութային բուրըն վերելքի մի շրջան է եղել։ Եվ դա կապված էր առաջին հերթին նրա հետ, որ իշխանները, հայ իշխանները, պրոշյանները եւ օրբելյանները կարողացել էին երկրամասը զերծ պահել մոնղոլական ավերումներից։ Այդ շրջանը արևելքի ընդհանրապես բոլոր տեղերում ավերածությունների, կոտորածների շրջան, մոնղոլական տիրապետությունը ընդհանրապես աշխարհում ամենադաժան տիրապետություններից մեկն է, որովհետև նրանք առաջին հերթին սարսափի մթնոլորտ էին տարածում։ Եվ կարող է շատերին թվալ, թե ինչպես որ այդ փոքրաթիվ մոնղոլները կարողացան այդքան ահռելի տարածքներ գրավել, առաջին հերթին դա վախի մթնոլորտ ստեղծելով էր։ Ուղղակի իրանք հոգեբանական մեծ բան էր դա թողնում, որ կոտորում էին, եթե միտեղ դիմադրության էին հատկապես հանդիպում, չէին նայում տարիք սեր բոլորին ոչնչացնում են եւ դա ստեղծում էր սարսափի մթնոլորտ, նրանցից վախենում էին։ Եվ համատարած իրանց համար մանավանդ հեթանոս էին, իրանք նշանակություն չուներ մահմեդական քրիստոնյա տասնյակ հազարներով ուրեմն ոչնչացնում էին մարդկանց եւ այդ սարսափը իրենցից առաջ էր գնում, կարելի է ասել։ Բայց ուրեմն ինչն էր բանը, որ հայ իշխանները եւ վրացի իշխաններ հասկանալով, որ դիմադրությունը անիմաստ է, ընդունեցին նրանց իշխանությունը եւ իրենց զինվորական ծառայությունը առաջարկելով, որը ընդունվեց մոնղոլների կողմից եւ նրանք իրենց հետագա արշավանքներում վերցնում էին հայ իշխաններին իրենց զորքերի հետ եւ օրինակ արդեն ստույգ վկայված փաստեր կան, էլի որ ճակատամարտում հայ եւ վրացական զինուժը առաջի գծով էր գնում, այսինքն նրանք առաջի հարվածը հեծելազորի կռիվը, պարզ է որ ամենամեծ զոհեր տվող բանն է, բայց ուրեմն հայկական եւ վրացական զինուժը ուրեմն իրենց զորքի ճակատի կողմով գնում էր առաջի հարվածը հասցնում էր, իրենք հետո գալիս էին նետաձգությամբ հիմնականում նետերով էին կրակ բանանում, խփում թշնամուն եւ կարելի ասել, որ մեծ զոհեր տալով այնուամենայնիվ հայ իշխանները կարողացան իրենց երկրամասերը պահել զերծ մոնղոլական անմիջական ուրեմն հարկահանությունից եւ ավերումներից։ Եվ անգամ Սմբատ Օրբելյանը գնաց Կարակորում, այսինքն մոնղոլական մայրաքաղաք եւ այնտեղից ստացավ իրավունք, որ հարկը անմիջապես վճարեն Արքունիքին, ոչ թե տեղական հարկահավաքներին։ Այդպես վարվեց նաև Հասան Ջալալ Դոլան, որը Արցախի իշխանն էր, եւ նաև վրաց իշխանները, վրաց թագավորները, այսինքն ընդունեցին մոնղոլների գերիշխանությունը, ինչպես որ հետագայում նաև Կիլիկիայի հայոց թագավորությունը, եւ դրանով կարողացան զերծ պահել իրենց երկրամասերը ուրեմն ավերածություններից եւ շատ ուրեմն բնորոշ է Ստեփանոս Օրբելյանի խոսքը, որը ասում է, թե Վայոց ձոր գավառը ասում է վերածվել է Նոյան տապանի, ասում է ամեն տեղից մարդիկ փրկվելու համար գալիս են այս գավառ եւ դրա համար շատ կարելի ասել ոչ մի թիզ հող, ինչպես բանը, անմշակ չի մնացել եւ Վայոց ձորում այնքան գյուղեր են հիշվում, որ հիմա դրանցից կեսը չկա անգամ։ Եվ հիմա մի անգամից այստեղից անցում կատարելով Մոմիկին, օրինակ Վայոց ձորում կա երկու գյուղ, Աղավնաձոր եւ Ռինդ, իրարից բավական հեռու, բայց նրանց հողամասերը միտեղ հատվում են, որտեղ կա մի գյուղ, որը հիմա լքված է, միջնադարյան գյուղ է եղել եւ այդտեղ պահպանվել են Մոմիկի ծնողների տապանակարերը, Գրիգոր եւ Ավթա անունով հոր եւ մոր անունները, ինչպես նաեւ եղբոր կնոջ, եղբոր երեխայի, ինչպես նաեւ իր որդու կանգնեցրած մի ուրեմն կոթող եւ այդ բնակավայրի միջնադարյան անունը հայտնի չի անգամ։ Բայց դա ուրեմն Մոմիկի ծննդավայրն է, ըստ էության Աղավնաձորից, հիմա Վայոց ձորի այդ գյուղից դեպի հյուսիս, այդպես մի շատ գեղեցիկ տեղ է, ես ճիշտ ասած անցյալ տարի եմ գնացել, բախտ ունեցա գնալու, ուղղակի մի հրաշալի բնությամբ, գեղեցիկ ձորի ափով, ուրեմն երկու կողմերում միտեղ մատուռ կա, մյուս կողմում ուրեմն խաչքարերով էլի մատուռ եւ գերեզմանոց կա, այսինքն միջնադարյան բնակավայր է եղել ծաղկուն, որ հիմա լքված է եւ անբնակ մի տեղ է։ Եվ Վայոց ձորում էլի կան այդպիսի գյուղեր, որոնք որ միջնադարում եղել են գործող, այսինքն եկեղեցի էլ ունեն տարբեր, բայց հիմա լքված են, չգիտես ինչու, մարդիկ մի մասն էլ իմիջիալոց սովետական շրջանում էլ այդ լեռնային գյուղերը իջացրեցին, դա էլ իր բացասական բանոն, ոչ միայն Վայոց ձորում, ամենտեղ փոքր գյուղերը ուրեմն իջեցրեցին իբր թե լեռներից եւ դրա համար լքված գյուղատեղիներ հիմա տարբեր տեղերում կան։
Պարոն Մաթևոսյան, որ նշում եք Մոմիկի անունը նշված է եղել, այսինքն ինքը այդ ժամանակ արդեն հայտնի է եղել գերեզմանակարին, որ նշված է։ Այո, դա շատ հետաքրքիր դեպք է իմիջիայլոց, ուրեմն 1298 թիվն է կարծեմ վրան նշված, ուրեմն ասում է «Զհայր եւ զմայր մոմկա Գրիգոր եւ Ավթա հիշեցեք աղոթս» 8 թվականն է, եթե չեմ սխալվում 98 ինչն է այստեղ կարևոր, տեսեք, Մոմիկը եղել է հասարակ ծագման մարդ, այսինքն իշխան չէր, չգիտեմ ինչ, բայց նա երբ որ դարձել է Օրբելյան իշխանների ճարտարապետը, բացի դա նաև ուրեմն մինչև այդ կառուցել էր արդեն Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցին, խաչքարեր էր պատրաստել Թամթա Խաթունի համար իշխանուհի, շատ հավանաբար Էլիկում Օրբելյանի այդ առյուծաձև տապանակարը որ կա, ուղղակի համոզված եմ, որ 1300 թիվ է դա Մոմիկի ձեռքի գործն է, այսինքն ինքը այնքան նշանավոր էր դարձել, որ ծնողների գերեզմանի վրա գրել են, որ այս մարդիկ Մոմիկի հայրն ու մայրն են, այսինքն դա նշանակում է, որ ինքը արդեն այդպես հասարակ ժողովրդի միջից արդեն նշանավոր դարձած անուն ունեցող մարդ էր եւ այդ էլ ինքնատիպ ձև է, այսինքն գրելու, որ Մոմիկի ծնողներն են իրենք։ Հնարավոր է նաեւ որ մի քիչ ավելի ուշ է գրվել այդ արձանագրությունը։ Այո, ինքը ունեցավ նաեւ այդ հրճակը եւ իր աշխատանքի արդյունքն էր դա շնորհիվ էր, որովհետև օրինակի համար տեսեք Նորավանքում նա ոչ միայն Բուրթելաշեն եկեղեցին է կառուցել, այլև Գավիթի ճակատի այդ քանդակներն է արել ինքը։ Գավիթը կառուցել է Սիրանես ճարտարապետը, ընդհանրապես պիտի ասեմ, որ Նորավանքը այս առումով բացառիկ է, որովհետև երբ միակ տեղն է, որտեղ մենք հիշում ենք ունենք հիշված երկու ճարտարապետ։ Առաջինը դա Սիրանեսն է, որը մինչև Նորավանքը ուրեմն Արատեսում Գավթի ճարտարապետն է եղել, որը հիմա քանդվել է ցավոք։ Հետո Տարսայիչ իշխանի ժամանակ նա կառուցել է Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը Տարսայիչը իր եղբայր Սմբատի համար որպես դամբարան է կառուցել տվել։ Եվ ուրեմն Գավիթն է կառուցել։ Գավիթն էլ ծառայել է որպես հոգեորականների հողարկավորության վայր։ Ընդհանրապես գիտեք, որ հայ իրականության մեջ գավիթներում հողարկավորություններ լինում են, բայց եկեղեցու ներսում չի լինում։ Եվ այդ իմաստով Սուրբ Գրիգոր այդ փոքր եկեղեցի դամբարանը ունիկալ է։ Եվ շատ հետաքրքիր է, որ Նորավանքում ըստ էության Բուրթելաշենը նույնպես եկեղեցի դամբարան է։ Առաջին հարկը ծառայել է որպես դամբարան, երկրորդ հարկը եկեղեցի։ Այսինքն մենք Նորավանքում ունենք, տեսեք, ուզում եմ շեշտել, մի ամենահին եկեղեցին եղել է Սուրբ Կարապետը, որը հիմա այդ ավերակներն են մնացել, ինքը անմշակ քարով է պատրաստված։ Հետո 1220-ական թվականներին կառուցվել է Սուրբ Ստեփանոս նախավկա եկեղեցին, որը այսօր գործող այդ մեծ եկեղեցին է։ Նրա դիմաց գտնվում է Գավիթը, նրա ձախ կողմ Սուրբ Գրիգոր Տապանատուն եկեղեցին եւ արդեն առանձին կանգնած մի հատվածում Բուրթելաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ եկեղեցի դամբարանը երկհարկանի վերջում ռոտոնդայով պսակված, ուրեմն այդ վերասլած հրաշալի կառույց է։ Հիմա Մոմիկի ճարտարապետության մի հետաքրքիր բան էլ հենց Բուրթելաշենի հետ կապված ասեմ։ Չգիտեմ, հիմա մարդիկ այդպես կարող են պատկերացնել Նորավանքի դիրքը, եկեղեցու դիրքը, շատ նկարներ են տեսել։ Ուրեմն, տեսեք, ձորի ափը իջնում է այսպես շեղությամբ, չէ, թեքվում է, գնում է դեպի ներքև։ Բայց եթե հիմա բոլորը մտքով թող մի հատ հիշեն Նորավանքը, բայց Բուրթելաշեն եկեղեցին կառուցված է այսպես մի հատ հարթակի վրա, հարթ տարածության վրա, ինքը այսպես մի հատ հարթ տեղ է, որտեղ կանգնած է այդ եկեղեցին։ Եվ եթե հաջորդ անգամ Նորավան գնան, թող նայեն, տեսնեն, որ այդ հարթությունը ստեղծվել է արհեստականորեն։ Այսինքն լիցք է արվել, հողի լիցք է արվել, ստեղծվել է պլատո, այսպես ասած հարթակ, որի վրա կառուցվել է այդ եկեղեցին։ Այսինքն Մոմիկը այստեղ հանդես է բերում
կարելի ասել իր ժամանակից առաջ անցնող մտածողություն, այսինքն ինքը ստեղծել է նախ այդ ճարտարապետական միջավայրն է ստեղծել դիրքը եւ դրա վրա արդեն կարծես այսպես հարթակի վրա կառուցել է այդ եկեղեցին։ Մյուս կարևոր բանը, ինչ ուրեմն Բուրտելաշեն եկեղեցին ունի երկու հարկ։ Առաջի հարկը ուրեմն մուտքն է, չէ՞, մուտքն է դեպի դամբարան։ Աստիճաններ կան երկու կողմից բարձրացող եւ երկրորդ մուտքն է, որը տանում է դեպի եկեղեցի։ Այսինքն երկու հատ մուտք է եւ այդ մուտքերի բարավորները, այսինքն մուտքի ճակատակալ քարը, երկու մուտք է եւ վրան կլոր քար, որ քանդակներ ունեն։ Ուրեմն Աստվածամայրը մանկան հետ է պատկերված, միտեղ էլ Քրիստոսը ուրեմն Պողոս եւ Պետրոս առաքյալների հետ։ Ուրեմն այս նույն կոմպոզիցիոն բանը ձևը ինքը փաստորեն տարել է նաև գավթի վրա։ Քանի որ գավիթը չի ունեցել այդպիսի բան, ուրեմն գավիթն էլ ինչ ունի մուտք, վրան բարավոր, եւ ունի լուսամուտ, հենց մուտքի վերևում լուսամուտ։ Այսինքն ինչպես որ Բուրտելաշենում է այս երկու մուտքերը իրենց ուրեմն կամարատ կապ քարով ուրեմն քանդակներով, նույն ձևով ուրեմն ստեղծել է ճակատը վերակառուցել է գավիթի եւ ուրեմն գավիթի մուտքի վերևում դրված է քանդակ Աստվածամայրը մանկան հետ եւ լուսամուտի վերևում դրված է Հայր Աստծո քանդակով ուրեմն մի ունիկալ եւս քանդակ, այսինքն այս ձևը կոմպոզիցիոն երկու մուտքեր եւ վերևներում կամարաձև քանդակազարդ եւ Բուրտելաշենը եւ բանը գավիթը միանման են եւ երկուսն էլ նայում են արևմուտք, այսինքն օրինակ մի դիրք կա նորավանքի, երբ որ ուզում են լուսանկարել, շատերը գնում են այդ ժայռերի եզրով, անցնում են մի տեղ եւ այնտեղից նորավանքը կարծես ափի մեջ լինի։ Վանքը այդպես երևում է։ Եվ եթե այնտեղից գնան նայեն եւ լուսանկարներն էլ եթե նայեն, կտեսնեն, որ փաստորեն Մոմիկը ստեղծել է ճարտարապետական ֆրոնտալ ճարտարապետական ուրեմն զուգահեռ կերպար է ստեղծել, այսինքն յուրահատուկ կերպար է ստեղծել վանքի համար արևմտյան կողմից, այսինքն ճակատային մասը եւ Բուրտելաշենի եւ գավթի ճիշտ ուրեմն զուգադրվում են իրար հետ, ներդաշնակում են իրար հետ, կարելի է այսպես ասել։ Ովքեր որ նորավանքը լավ գիտեն, շատ լավ հասկացան, թե ես ինչի մասին եմ խոսում։ Իդեպ պատուհանները խաչաձև հենց Մոմիկին են պատկանում, առաջինը ինքն է այդ գաղափարը առաջ քաշել, թե հետո։ Ուրեմն զույգ պատուհաններ խաչաձև իրենից առաջ չի եղել։ Իրարկից երկու դա Արենիի եկեղեցում է եւ Տաթևի Սուրբ Գրիգոր փոքր եկեղեցի կա, մեծ եկեղեցու աջ կողմում կա մի հատ փոքր եկեղեցի, որը Ստեփանոս Օրբելյանն է կառուցել, ես մոռացա ասել, ամենակարևոր փաստը դա է։ Այսինքն այդ եկեղեցի կառուցողը եղել է Ստեփանոս Օրբելյանը եւ բնականաբար ով պիտի լիներ ճարտարապետը, եթե ոչ Ստեփանոս Օրբելյանի, այսպես ասենք, ճարտարապետության գծով թիվ 1 ուրեմն աշխատողը։ Եթե այսօրվա տերմինները օգտագործենք, էլի, որովհետեւ նույնը վերաբերում է օրինակ բանին նորավանքի խաչքարերին եւ շատ հետաքրքիր է, գիտեք, օրինակ Թամթա Խաթունը, որը Էլիկո Օրբելյանի կինն էր, խաչքարեր է պատվիրել, երկու հատ խաչքար է պատվիրել, եւ ուրեմն այդ խաչքարի վրա Մոմիկը եւ գրում է, ասում է, որ խաչքարի կազմող բառացի չեմ հիշում, հիշեք, ասում է Զմոմիկ Վարդպետ, ինչի է գրում Վարդպետ, Վարդպետ բառը բառացիորեն նշանակում է ճարտարապետ, այս Սիրանեսը նույնպես գրում է Վարդպետ, օրինակ այդ Սուրբ Գրիգոր տապանատան պատին, հյուսիսային պատին, Սիրանեսը թողել է մի հատ երկար հսկայական արձանագրություն։ Այդ արձանագրությունը ինչի մասին է, ասում է, որ դա Տարսայիչ Օրբելյան իշխանի հրովարտակն է, որով ինքը հանձնարարել է, որ այդ մարդը այդ եկեղեցին կառուցի։ Ասում է, որ ես Սիրանես Վարդպետին հանձնարարեցի, որ այս բանը կատարի, որի դիմաց ինքը գումար չուզեց, բայց ես իրան ուրիշ բան տվեցի եւ այլն։ Բայց ինչն է այստեղ կարևոր, որ այդ հրովարտակի մեջ նշվում է Սիրանես Վարդպետ, այսինքն Վարդպետ բառը եւ ուրիշ տեղերում է, բազմաթիվ տեղերում։ Միանշանակ նշանակում է ճարտարապետ։ Եվ Տրթադի համար էլ է ասվում Վարդպետ, իդեպ Ստեփանոս Տարոնացի ասողիկի պատմության մեջ հավելում արված կա, այնտեղ ասում է, որ նաև ասում է Գակաշենն էլ Տրթադ Վարդպետը կառուցեց։ Մի խոսքով ուզում ասեմ, որ Մոմիկը խաչքարի վրա գրում է, որ սա պատրաստեց Մոմիկ Վարդպետը, այսինքն ճարտարապետը։ Չէ, ինքը կարող էր գրել կազմողը կամ խաչքարերի վարպետները ուղղակի իրենց համարում էին այդ խաչքարի կազմող, ավելի շատ կազմողներ օգտագործվում։ Բայց նա գրում է վարպետ, որովհետև ուզում է ասել, որ ես միայն քանդակագործ չեմ, այլև ճարտարապետ եմ։ Ինչի համար, որովհետև կարող է
իսկ ինքը արդեն ճարտարապետ որպես Արենի եկեղեցին կառուցել է 1321 թվականին, իսկ այդ խաչքարերը ավելի վաղ է պատրաստել։ Այսինքն ինքը դրանով ուզում է ասել, որ ես նաև ճարտարապետ եմ եւ քանի որ Տաթևի եկեղեցում չկա որևէ տեղ նշված, որ ինքն է, ուզում է հասկացնել, որ ես ճարտարապետ եմ, միայն քանդակագործ չեմ։ Այս շատ հետաքրքիր բան։ Պարոն Մաթևոսյան, դուք որ խոսել եք նորավանքի պատուհանի մասին, կարծեմ ձեր գրքում է, որ նշում եք այն ունի փրկագործական նշանակություն, այդ ինչպես եք զգացել։ Դա արծվի մասին, արծվի քանդակի մասին եմ գրել, արծվակ քանդակի մասին եմ գրել։ Իմ նորավանքի թեման եւ մոմիկի թեման այնքան շատ է, որ մենք կարող ենք շատ ժամեր խոսել եւ էլ ինչ որ բաներ բաց թողնել։ Ուրեմն նորավանքի եկեղեցին ինքը, ինչպես ասի, եկեղեցի դամբարանն է, այսինքն նրա դա Բուրթել իշխանը կառուցել է իր համար, որտեվ այն մյուս տեղերը, որ նշեցի, ասենք, եւ Տարսայիչն է այնտեղ թաղված եւ Սմբատ Օրբելյանը, այսինքն այդ արդեն զբաղված էր եւ ինքը Բուրթել իմիջիալից շատ երկար իշխեց եւ ամենանշանավորն էր, դրա համար Բուրթել մեծ են անգամ կոչում։ Ինքը իր եւ իր ընտանիքի համար էր այդ դամբարանը կառուցել եւ արևելյան ճակատի վրա այդ արծվաքանդակը կա, որը գառան երկինք տանող, սովորաբար գրականության մեջ դա կոչվում է ճանկող արծիվ։ Ճանկող արծվի ուրեմն քանդակը ընդհանրապես ինքը շատ այդպես տպավորիչ քանդակ է եւ շատ տարածված էր այն կարծիքը, որ դա Օրբելյանների տան զինանշանն է եւ ուրեմն հետո պարզվեց, որ բայց եթե Օրբելյանների տան զինանշանն է, ուրեմն Թանահատի վանքի վրա էլ նույն ձևի քանդակ կա, որը Պրոշյանների իշխաններին, ուրեմն Պրոշյաններն էլ են նույնը։ Հետո ուրեմն Անիում էլ կան նման քանդակներ, որ կա եւ Պահլավոնիների եկեղեցու վրա եւ Անիի Մարտաճարի վրա եւ ուրեմն կա նաեւ Տայքի եկեղեցիներում կա Կեչարիսում է եղել մի խոսքով ուրեմն մի 10 բան Եղվարդում կա Ազիզբեկյան իշխանների, այսինքն Խորանաշատում հիմա չթվարկեմ բոլորը, այսինքն մի ստացվում է որ մի 10 իշխանների զինանշանը նույնն է, ոնց կարող է այդպես բան լինի։ Հետո պարզվեց ուրեմն որ ավելի ուշ շրջանում տապանակարերի վրա նույնպես կա ճանկող արծվի պատկերը, այսինքն հասարակ մարդ է ինքը ոչ իշխան է, ոչ բան է, բայց իր տապանակարի վրա ճանկող արծվի քանդակ կա, խաչքարի վրա կա մի լավ ուսումնասիրող ունենք Սևակ Արևշատյան, ուրեմն ինքը Գեղամա երկիր եւ Սյունիք, չգիտեմ, արդեն երևի 3 տասնյակից ավել տապանակարերի վրա ճանկող արծվի քանդակներ լուսանկարել է եւ ունի։ Ուրեմն բայց պարզվեց, որ դա իսկապես փրկագործական խորհրդանիշ է եւ այստեղ սիմվոլիկ պատկեր է ինքը, ըստ էության արծիվը հանդես է գալիս որպես հրեշտակ, որը մահացածի հոգին տանում է դեպի երկնային արքայություն։ Այսինքն իմաստը սա է։ Եվ եթե նորավանքի հատկապես այդ արևելյան մասի կոմպոզիցիան էլ նայենք, ինքը այսպես մի բարդ համակարգ է խաչերով, 3 շարք ուրեմն սիմվոլիկ քանդակներ են, այսինքն ինքը ամբողջովին սիմվոլիկա է եւ այստեղ այսպես ասած իշխանական զինանշանի բան չկա եւ իմիջիալոց դա էլ ընդհանրապես զինանշանները հայտնվել են արևմուտքից խաչակիրների հետ միասին։ Բյուզանդական ավանդույթի մեջ այդպիսի զինանշան բան չի եղել։ Ինչևէ, համենայն դեպս նորավանքի արծիվը դա փրկագործական խորհրդանիշ է, ինչպես նաև մյուս տեղերում եղած արծիվները եւ ինչպես նաև Զվարթնոցի արծիվները, ես կարծում եմ։ Իմիջիալոց բանը չէ, շատ հետաքրքիր է, չէ, օրինակ մենք գիտենք, որ զվարթունները հրեշտակներ են, չէ։ Զվարթնոցը նշանակում է հրեշտակների տաճար։ Եվ բայց հիմա որ գնում են մարդիկ Զվարթնոց, դա հրեշտակների տաճար, իսկ որտեղ են հրեշտակները, չէ։ Հրեշտակները այդ արծիվներն են։ Ընդհանրապես Զվարթնոցի արծիվները ինչ են, նրանք հենց այդ զվարթուններն են։ Կարծում եմ, որ դա լուծում է։ նորավանքը ընդհանրապես համարվում է Մոմիկի ճարտարապետական գլուխգործոցը։ Կիսում եք այդ կարծիքը։ Այնքանով, որքանով որ ինքը այնտեղ է ապրել եւ այնտեղ էլ մահացել է եւ իր երևի աշակերտներն էլ մի փոքրիկ խաչքար են պատրաստել եւ վրան գրել են, որ Հիսուս Քրիստոս հիշա մոմկա հոգին եւ ողորմ է, այդպիսի մի բան կա եւ 1333 թվական վրան նշված է։
Բայց Բուրթելաշենի եկեղեցին ավարտվել է 1339 թվականին, այսինքն ինքը, բայց սկսված է եղել 18 թվից, որովհետև որոշ տվյալներ կան, որոնք ցույց են տալիս, որ շինարարությունը բավական երկար է տևել։ Համենայն դեպս 1318-ին շինարարությունը ընթացքի մեջ էր։ Մոմիկը մահացել է 33 թվականին, 39-ին շինարարությունը լրիվ ավարտվել է եւ արձանագրություն կա, այսպես։ Մոմիկը ոչ միայն Նորավանքում էր ապրում, այդտեղ բերել է նաեւ իր գլազորի ուսուցչին, Հովակիմ անունով ինքը հիշում է իր ուսուցչին, որին աշակերտել է գլազորում եւ Նորավանքում պահպանվել է այդ մարդու տապանակարը, այսինքն 1323 թվական կարծեմ։ Ուրեմն իր ուսուցչին բերել է եւ Նորավանքում իր մոտ պահել է, երբ որ ծերացել է երևի այդ մարդը, բերել է այդտեղ հուղարկավորվել է։ Մոմիկն ինչ է արել Նորավանքում։ Ստեղ առաջին հերթին այդ Բուրթելաշեն եկեղեցին է կառուցել եւ մի քանի խաչքարեր։ Դրանցից մեկը 1304 թվականին կառուցել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակին։ Ստեփանոս Օրբելյանը մահացել է 1303 թվականին եւ թաղված է Նորավանքի գավթի հենց անմիջապես մուտքի դիմաց, այնց որ մարդիկ դռնից ներս են մտնում, հենց առաջի տապանակարը Ստեփանոս Օրբելյանն է եւ ցավոք սրտի շատ վրան քայլելու պատճառով էլ հիմա վնասված հատված ունի։ Ես կարծում եմ դա ինչ որ ձևով պիտի մի բանի տակ առնվի, որպեսզի ավելի չքայքայվի։ Բայց առաջ այդպես էր, ինքը խոնարհության նշան է, որ այսինքն պետք է տապանակարի վրայով քայլեն մարդիկ։ Ինչևէ, ուրեմն առաջի հայտնի թվակիր խաչքարը Մոմիկի հենց Ստեփանոս Օրբելյանի հիշատակին է, հետո մի քանի խաչքարեր էլ ունի, ուրեմն որոնք բոլորն էլ Նորավանքում են եղել։ Նաև գավթի այդ մուտքն է վերակառուցել ինքը քանդակներով եւ շատ իմաստալից ես իմ գրքում Նորավանքի վիմագրերը եւ հիշատակարանները գրքում բավական մանրամասն գրել եմ, անգամ այդ արձանագրության մեջ մի հետաքրքիր վարպետական այսպես մի բան է արել, հնարք է բանեցրել ցույց տալու համար, որ ինքն է դրա հեղինակը։ Այսինքն մի արձանագրություն կա, որ այնպես է կազմել, որ վերջում ստացվում է 1321 թվական, բայց իրականում դա ոչ թե թվականի նշում է, այլ ինչ որ բառի մի մաս է։ Դա մի քիչ երկար է, հիմա ես չեմ ուզում դրա վրա շեղվել, բայց համենայն դեպս այդպեսի մի հետաքրքիր մի բան է արել։ Եվ ուրեմն երկու բան ունի, այսինքն իր հիմնական բնակության վայրն էր, որովհետև Օրբելյան իշխանների պատվերներ էր կատարում եւ նաեւ մետրոպոլիտների։ Հիմա ես միայն Ստեփանոս Օրբելյանի անունը տվեցի, բայց նրան հաջորդեց իր ուրեմն հորեղբոր թոռը, որ Հովանես Օրբել անունով մեկն էր, իսկ նրան հաջորդեց Ստեփանոս Օրբելյանի անհամամայր եղբոր տղան Ստեփանոս Տարսայիջը։ Սրանք երեքն էլ ուրեմն մետրոպոլիտներ էին, Ստեփանոս Օրբելյանի հաջորդներն էին եւ նրանք երկուսը նույնպես ավարտել են Գլաձորի համալսարանը, այսինքն եւ Մոմիկը եւ Ստեփանոս Օրբելյանը եւ Հովանես Օրբելը եւ Ստեփանոս Տարսայիջը բոլորն էլ Գլաձորի շրջանավարտներ էին։ Այսինքն Նորավանքի այս ամբողջ, այսպես ասած, էլիտան եւ ուրեմն հոգեվոր իշխանության առումով եւ արվեստի առումով դրանք ծագում էին Գլաձորի համալսարանից։ Եվ ընդհանրապես պիտի ասեմ, որ Գլաձորի համալսարանը փառավոր հետք է թողել հայ իրականության մեջ, որովհետեւ գիտեք, տեսեք, Կիլիկիայում մենք ունենք թագավոր կաթողիկոսություն են տեղեր, բայց Կիլիկիայից մարդիկ գալիս էին Վայոց ձորի սարերի մեջ կորած մի վանքում սովորելու։ Այսինքն այդ ժամանակ շատ կարևոր է Ռաբունապետի դերը, այսինքն ով է ուսուցիչը։ Եվ որտեղ որ ուսուցիչն է, այնտեղ էլ համալսարանն է։ Այդքան կարևոր չէր տեղը, ինչքան կարևոր էր վարդապետը, ում որ աշակերտում էին։ Եվ Ներսես Մշեցու անունը մենք տվեցինք, շարունակենք, նաև հաջորդ Ռաբունապետը եղավ Եսայի Նչեցին, որը ծնունդով Սասունի Նիչ գյուղից էր, դրա համար կոչվում է Նչեցի։ Եվ նրա ժամանակ էր, որ ավելի մեծ ճանաչում ունեցավ Գլաձորի համալսարանը եւ համահայկական իսկապես ազդեցություն ունեցող ուսումնական կենտրոն էր։ Այսինքն Մոմիկը ավելի շուտ է մահացել, քան վերջնական կկառուցվեր Նորավանքը։ Ինքը չի տեսել։ Այդ եկեղեցին, այո։ Մեկ րոպե, այսինքն լեգենդները ճիշտ են, որ իրեն մեկ լեգենդ էլ կա, որ չար մարդկանցից մեկը իրեն նախանձից դրդված հրունգ։ Հնարավոր է, որ նաև այդ լեգենդի պատճառը դարձել
նրա շուտ մահանալը, որովհետև ըստ էության մեծ հաշվով ստացվում է, որ ինքը եկեղեցու ավարտը չտեսավ։ Հա, այսինքն այդ իմաստով լրիվ հնարավոր է։ Ինչ վերաբերում է, որ իշխանի աղջկան սիրահարվել է, դրա մասին մենք չենք կարող իմանալ, որովհետև ով գիտի։ Կարող է եւ սիրահարվել է, չգիտեք, բայց փաստն այն է, որ ինքը ընտանիք ունեցել է եւ ունեցել է տղա, որին Ալեքսանդր անունն է տվել։ Եվ շատ հետաքրքիր է, որովհետև անսովոր է այդպիսի անուն, բայց տեղական աղավաղմամբ ուրեմն նա հիշատակվում է Ասկանդար ձևով, որ Ասկանդար Ալեքսանդր այդ նույն անունն է իհարկե։ Մի խոսքով, այսինքն ինքը ամուսնացած է եղել, տղա է ունեցել, տղան էլ իր հերթին տղա է ունեցել, այսինքն Մոմիկի այն բախտավորներից մեկն է Մոմիկը, որ փաստորեն փոքր տոհմածառել հնարավոր է վերականգնել եւ գրքերում դա արված է։ Իսկ արմատները մինչև վերջ հայտնի են, մինչև ուր ենք հասնում, ովքեր կան։ Մինչև ծնողների անուններն են եւ թորան անունը։ Ո վերջ։ Ո վերջ։ Դե այդ էլ քիչ բան չի։ Հիմա օրինակ ասենք մենք Տրթատի մասին ոչ մի բան չգիտենք, կամ Անվելի մասին ճարտարապետ ոչ մի բան չգիտենք։ Իրենց անունը գիտենք, միայն ուրիշ ոչինչ։ Իսկ Մոմիկի դեպքում այդքան բան որ հայտնի է, դա քիչ բան չի։ Պարոն Մաթեոսյան, իսկ Մոմիկը իր անունը ինչպես է ստացել։ Բնականաբար Մոմիկ չի եղել մարդու անունը։ Այո, ես ճիշտ ասած կարծում եմ, որ դա իրեն ուղղակի մականուն են տենց տվել ու տենց մնացել է, որովհետև ըստ երևույթին ինքը եղել է գուցե փոքրամարմին, բայց շատ շնորհքով, որովհետև ուրիշ Մոմիկ չկա, ինչի եմ սա ասում, որովհետև այսինքն եթե լիներ այդպիսի անուն, կասենք դե անձնանուն է դրել են, բայց ուրիշ անձնանուն ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, ոչ միտեղ չի օգտագործում։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ այո, իրեն ուղղակի տենց այդպես չգիտեմ։ Ասում է Ստեփանոս Օրբելյանը, որ տեսել է քարը Մոմի պես ենթարկվում է։ Այդ էլ մի բան էլ կա, այդ էլ երևի ավանդություն կա, որ այսինքն քարի հետ այնպես է վարվում, ինչպես Մոմի հետ, ասել են, բայց դե չգիտեմ, ամեն դեպքում հիմա մի հետաքրքիր բան ասեմ, ուրեմն շատ տարիներ առաջ Խորեն Տեր Հարության կար քանդակագործ, որ փոքրամարմին մարդ էր, բայց հսկայական քանդակներ էր անում եւ Էջմիածնում երբ որ ցուցահանդես էր բացվում նրա քանդակների Վահագն Դավթյան բացման ժամանակ խոսեց անցյալ դարի բան եմ ասում եւ ասեց որ հավանաբար Մոմիկն էլ ասեց Խորեն Տեր Հարությանի պես փոքրամարմին մարդ է եղել դրա համար ասել են իրեն Մոմիկ բայց մեծ քանդակներ անող մարդ էր իհարկե մոնումենտալ մշակող ուզում ասեմ որ ամեն ինչ հնարավոր է չի բացառվում Նորավանքի հետ կապված եւ Մոմիկի հետ կապված բոլոր բացահայտումները արված են եւ դուք ուսումնասիրության ընթացքում ինչ բացահայտում եք կատարել, որը ձեզ ապշեցրել է։ Ապշեցնելը մի քիչ բան է ասված։ Նախ բոլոր հարցերը չեն կարող բացահայտվել, դա հնարավոր չի, ոչ մի եթե խոսքը պատմության մասին է, ուրեմն միշտ մի բացահայտելիք բան կա։ Ինչ շատ զարմացրել է հատկապես այդ մի քիչ առաջ ասացի դրա մասին այդ քանդակների արձանագրության կազմելու ձևը ուրեմն նա հիմա ես այդպես չեմ հիշում բառացի որովհետև մի տեքստ է մշակել որի վերջում ուրեմն երկու տառ կան որոնք որ կարդաց եթե առանձին կարդաց դա ստացվում է թվական եւ ստացվում է 1321 Իսկ 1321 թվականին Մոմիկը կառուցել է Արենիի եկեղեցին եւ նրա արձանագրության մեջ այդ նույն բանը թվականը նշել է։ Այսինքն եւ ինչն է հետաքրքիր, ուրեմն արձանագրության հրատարակիչները Նորավանքի ահագին նշանավոր մարդիկ, հիմա անուններ չտամ։ Ուրեմն կարդացել են դա թվական եւ ասում են այնտեղ նշված է թվական։ Բայց իրականում թվական չի, ուրիշ տեքստ է, բայց այդ երկու տառը այնպես է դրված, որ թվում է թե դա թվական է եւ դրանով Մոմիկը ուրեմն ակնարկել է, ցույց է տվել, որ այդ ինքն է, այդ վարպետը ինքն է, որ դա արել է, էլի, հասկանում եք, այս թվականը հուշում է, որտեվ եթե մարդը նայ 1321, պետք է ասի այդ ժամանակ ով էր ճարտարապետը, Նորավանքում, Արենիում Մոմիկն էր։ Այդ վարպետական հնարքը շատ զարմանալի բան է։ Ես իմ գրքում մանրամասը գրել եմ, հիմա ուղղակի տենց բառացի չեմ հիշում, բայց շատ հետաքրքիր, այ որ ասում եք ապշեցնել չէ, բայց շատ զարմացրեց, որ կարողացել այդպես նենցա ձևակերպել, որ անգամ վիմագրությանը ծանոթ մարդիկ դա կարդացել են թվական եւ միայն Սուրեն Ավագյանն է, որ լրիվ կարդացել է տեքստը, ասում ախպեր, այդտեղ թվական չկա, այս ուրիշ բան է ասում։ Բայց քանի որ ամենավերջի երկու տառն են, հետո արձանագրությունը շարունակվում է մյուս կողմում։ Այս երկու տառով ավարտվում է, թվացել է թե սա այս թվական է, այնինչ ինքը շարունակություն ունի եւ իմաստը շարունակվում է։ Մի խոսքով
Էս էլ բան անենք, թող ովքեր շատ հետաքրքրված են, թող կարդան իմ գիրքը։ Վերջին հարցը խոսենք նաև զբոսավարների մասին։ Նրանք նորավանք ակտիվ սիրահարներն են նորավանքի։ Նորավանքը եւ Մոմիկին ներկայացնելիս ինչ սխալներ են թույլ տալիս եւ ինչ թիրախային կետեր կան, որոնց իրենք կարող են անդրադառնալ։ Ավելի շատ խոսում են, որ այդ լեգենդների մասին է, չէ՞, ավելի շատ խոսում։ Լեգենդների մասին միշտ էլ պիտի խոսեն, որովհետեւ լեգենդները մարդկանց ավելի հետաքրքրում են, այսինքն պարզ մարդու համար այդ ինչ որ մի ավանդազրույցը ավելի տպավորվում է, հիշում է, չեն ասել ճարտարապետական, ասենք, ինչ հորինվածքը, չգիտեմ, չափը, ձևը եւ այլն։ Դրա դեմ պետք չի երևի պայքարել, որտեղ անիմաստ է, բայց լավ կլինի, որ նաեւ ավելի ծանոթ լինեն գրականությանը եւ կարդան գրքեր, մի քիչ ավելի իրենք էլ միշտ մի բան կգտնեն ավելի ավելացնելու, որովհետև իսկապես խոսելու նյութ կա։ Օրինակ ասենք թեկուզ այդ Հայր Աստծո քանդակի մասին, որը շատ ունիկալ է, բայց միջալոց ասեմ, որ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի ներսում ճիշտ նմանատիպ մի քանդակ կա, եւ չի բացառվում, որ այդտեղ էլ Մոմիկը մասնակցություն ունեցած լինի, բայց դրա համար ավելի լրացուցիչ փաստարկներ են պետք։ Շատ հնարավոր եմ համարում, որ Մոմիկը նաեւ խոտակերած Սուրբ Նշան այդ մասնատուփի եթե ոչ ուրեմն պատրաստողը, գոնե էսքիզը տվողն է գծանկարը, որովհետեւ շատ նմանություններ կան եւ ընդհանրապես ամբողջ ֆոնը ծաղկային մանրանկարչական ֆոն է քանդակների, այսինքն ինքը բան է դրվագ այսպես ոչ հայերեն ասած չեկանկա տարբերակով պատրաստված բան է դրվագա պատկերներ են բայց նմանություններ շատ կան հատկապես Չորեքկերպյան աթոռի քանդակը ուղղակի կարելի ասել կրկնվում են Մոմիկի քանդակների մեջ դա 1300 թվին է պատրաստվել Էաչի Պրոշյան իշխանի կողմից Մի խոսքով Վայոց ձորը անսահման պատմամշակութային հարստություն ունեցող վայր է։ Ուղղակի չգիտեմ, նա կարող է օրինակ ասենք նույն Հերմոնի վանքը Գլաձորի ամիջական շարունակությունն է, որտեղ պեղումներ արվեցին։ Հիմա շատին վանքը վերականգնվում է հրաշալի եւ որմնանկարներ բացվեցին 17-րդ դարի։ Իդեպ Մոմիկի ծննդյան թվականը հայտնի չէ։ Չէ, հայտնի չի։ Առաջին հիշատակությունը իր հենց այդ խորանի մակագրությունն է, որը 1282 թվականն է։ Դե միտեղ ասում են, որ իբր 16 տարեկանում է, չէ՞, նոր գալիս դառնում Օրբելյանների ճարտարապետը։ Դե շատ դժվար է ասել, այսինքն եթե ինչ որ բան չկա, որի վրա կարելի է հենվել, շատ դժվար է ասել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սիրով։ Մենք զրուցում էինք պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի հետ։